Բարի օր, Live News-ի հարգելի հետևորդներ, եթերում երկրորդ կարծիքի հերթական հաղորդաշարն է, այսօր իմ տաղավարում հյուրընկալել եմ Հայակ Ֆ նախաձեռնության անդամ տնտեսագետ Հրայր Կամենդատյանին։ Բարև ձեզ, պարոն Կամենդատյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, պարոն Կամենդատյան, ուրբաթ 13-ը, չնայած ես ծնահավատ չեմ, խորհրդանշական եմ ասում, զգացնել տվեց, առավոտյան իմացանք, որ Իսրայելը շտապել է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ, ցավոք սրտի կան զոհեր, նաև բարձրաստիճան սպայական կազմից, նաև գիտնականներ են զոհվել այդ հարվածներից եւ Իրանը հայտարարել է, որ պատրաստվում է համապատասխան հարվածներ հասցնել Իսրայելի ուղղությամբ, ի դեպ Իրանի արտգործնախարարությունը մեղադրել է ԱՄՆ-ին եւ ասել է առանց ԱՄՆ-ի գիտության Իսրայելը նման հարվածներ չէր հասցնի, իր հերթին Թրամփը հույս է հայտնել, որ Իրանը կվերադառնա խաղաղ բանակցությունների սեղանին, բայց նաև ասել է, որ եթե հանկարծ Իրանը պատասխան հարվածներ հասցնի, ապա ԱՄՆ կանգնելու է Իսրայելի թիկունքին, այսինքն օգնություն է ցուցաբերելու։ Մենք գիտենք, որ բանակցություններ էին, ընթանում միջուկի հարստացման հետ կապված, այդ գործընթացների հետ կապված եւ Իսրայելը ուշի-ուշով հետևում էր բանակցություններին ու հայտարարել էր, եթե բանակցությունները ձախողվեն, նոր հարվածներ կհասցնի։ Բայց փաստացի ստացվում է, որ չսպասեց բանակցությունների ավարտին եւ լուսադեմին այդպիսի չակերտավոր անակնկալ մատուցեց աշխարհին։ Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ եւ տարածաշրջանում, ինչ սպառնալիքներ կարող է առաջացնել այս հարձակումը։ Իսրայելյան եւ պարսկական այդ հակամարտությունը նոր չէ, արդեն երևի 48 թվականից սկսած Իսրայելի, արաբական, մուսուլմանական աշխարհի միջև այդ հակամարտությունը կանանց զարգանում է։ Այլ բան է, որ վերջին տարիներին Իրանը լրջագույն քայլեր կատարեց եւ ընդհանուր մոտեցել է ատոմային ռումբի ստեղծմանը։ Դա շատ բարդ process է, շատ ծախսատար, նաեւ համարձակ եւ կարծում եմ Իրանը եթե ունենար ատոմային ռումբ, անկասկած Իրանի վրա դեռևս չէին հարձակվի։ Նա շեմին է, այդ ռումբը պատրաստելու շեմին է եւ կարելի է որոշակի կանխարգելիչ բնույթ ուներ այս հարվածը եւ հարվածը, ինչպես տեսնում եք, հիմնական ուղղված է եղել ռազմական ենթակառուցվածքներին, ուղղված է եղել եւ ռազմական ենթակառուցվածքները կառավարող զինվորականների, բարձրագույն զինվորական էշելոնի եւ նաեւ ֆիզիկների, այդ գիտնականների ոչնչացմանը։ Ակնհայտ է, որ սա պատերազմի մի փուլ է, այս փուլը շարունակվելու է, ընդ որում երկու կողմերը խոստանում են, որ հարվածները շարունակվելու են։ Պարզապես այստեղ մենք պետք է մի բան հասկանանք, որ աշխարհը փոխվել է եւ նախկին սառը պատերազմի ժամանակ երկու կողմերի միջև այդ սառը պատերազմի տրադիցիաներով ընթացող փոխներգործություն այլևս անցյալում է եւ ներկայում տեխնիկական հաջողությունների հասած ազգերը, պետությունները կարողանում են չպայմանավորվել որևիցե մեկի հետ ինքնուրույն լուծել իրենց ազգային խնդիրները։ Կոնկրետ այս պարագայում Իսրայելը ունի տեխնիկական ահռելի գերազանցություն։ Ահռելի գերազանցություն եւ այդ գերազանցությունը նրանց թույլ է տալիս անպատիժ, բացարձակ անպատիժ իրականացնել հարձակումը, խոցել մոտավորապես 20-ից ավել միջուկային օբյեկտների եւ միայն բարեբախտաբար պետք է ասենք, որ այդ միջուկային օբյեկտների իրական սիրտը ատոմային ռումբի համար աշխատող այդ հարստացնող ցենտրիֆուգաները գտնվում են մոտավորապես 150-170 մետր խորության վրա եւ նրանք այդ հարվածներից չեն վնասվել։ Այլ բան է, որ ենթակառուցվածքները վնասվել։ Հիմա հարվածները կշարունակեն փոխադարձ կարծում եմ, բայց երկարատև պատերազմ չի լինելու, որովհետեւ ցամաքային ներխուժման համար Իսրայելը ունի մարդկային ռեսուրսներ, նրան որքան հասկանալի է առաջին հայտարարություններից չեն օգնելու ոչ մի երկիր, նույնիսկ Ամերիկյան Միացյալ, Իրանի մեջ հարձակումը, ցամաքային հարձակումը, դա Իրաք չէ, դա բացարձակ վնաս է լինելու, նկատում զոհերը ամերիկական կողմյան լինեն անհաշիվ, որովհետև բախումը լինելու է փաստացի մի կողմում արևելյան խոշոր քաղաքակրթություններ կազմող Իրանի եւ մյուս կողմում արևմտյան հիմնական այդ իդեոլոգիայի կենտրոն հանդիսացող ամերիկյան կամ իսրայելյան կողմիչև եւ դեռևս հարց է ինչպես այդ հարձակման դեպքում իրենց կպահեն
Հորդանանը, Եգիպտոսը, որտեղ դրանք հզոր պետություններ են, զինված են նույն ամերիկյան նորագույն զենքով եւ կարծում եմ այստեղ խոշոր միջազգային այս պատերազմի թատերաբեմ դառնալու հավանականությունը բավականին ցածր է։ Կողմերը կփոխանակվեն որոշակի հարվածներով եւ այս ամենը կգնա դեպի մարում եւ նրա կթուլանա նրա ուժը։ Ինչ վերաբերում է տարածաշրջանում Իրանի հնարավոր պատասխաններից, կարծում եմ Իրանը բավականին տեխնոլոգիական իմաստով զիջելով Իսրայելին, նա փորձելու է կիրառել իր բավականին հաջող զենքերից մեկը, դա Օրմուզի նեղուցի փակումն է։ Օրմուզի նեղուցով մոտավորապես Պարսից ծոցի երկրների արտադրված նավթի արտահանման 70-80%-ն է գնում, իսկ այդ 70-80%-ը ամերիկական տնտեսության համար եւ եվրոպական տնտեսության համար անհրաժեշտ նավթի մոտավորապես 40%-ի չափն է կազմում։ Եթե այդ նեղուցը փակվի, նավթի գները բնականաբար կայծակնային արագության կբարձրան, ընդ որում բարձրացումը արդեն իսկ այսօր արձանագրվել է բորսաներում, ներկայում բարելի դիմաց արդեն վճարում է $73 մոտ եւ կարծում եմ հնարավոր փոխադարձ հարվածների շարունակման դեպքում գինը նորից կբարձրանա։ Ինչ դա կստեղծի մեր երկրի համար։ Տնտեսական առումով, քաղաքական առումով, ռազմական առումով, ռազմավարական առումով, պատկերացրեք, որ մենք այդ հարվածներից այդքան էլ հեռու չենք։ Մոտավորապես 300-400 կիլոմետրի վրա են այդ հարվածները տեղ ունենում, բայց այստեղ մենք ունենք մեր հարևան երկու պետություններ, որոնք հարմար պահ են մանգալի, անպատիժ կերպով Հայաստանի վրա ձեռք բարձրացնելու, անպատիժ կերպով Հայաստանից տարածնխելու, մանավանդ որ Հայաստանում ներկա իշխանությունները վարում են բավականին անընդունելի հակահայկական քաղաքականություն եւ դրա կարծում եմ գագաթնակետը կհանդիսանա մոտ օրերին Հայաստանի դեռևս վարչապետ անձի այցը դեպի Անկարա, որտեղ հավանաբար նրան նորից մի գիրք կնվիրեն, Էրդողանի հաջորդ հատորը հավանաբար կնվիրեն եւ նա նորից երջանիկ այդ խանդաղանքով ժպտալով կնկարվի այդ գրքի հետ, մոռանալով որ այդ անձնավորությունը ներկայացնում այն էթնոսը, որը ընդամենը 100 տարի առաջ 1.5 միլիոն հայ մարդ կոտորել է։ Պարզ է։ Իսկ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշվելու, այսինքն միայն կարծում եք Ադրբեջանի կողմից կարող է սպառնալիք լինել, իդեպ նշենք նաև, որ հենց Ադրբեջանը, եթե Իսրայելը որոշի լրջորեն հարձակում գործել, Ադրբեջան, Նախիջևան դա էլ է, չէ, հարթակ դառնալու այդ հարձակման։ Ադրբեջանը որքանով է պատրաստ համ հարթակ դառնալ Իսրայելին համար եւ նաեւ առանձին հարձակվել Հայաստանի վրա։ Ցամաքային հարձակման դեպքում, եթե Ադրբեջանում գտնվեն այնպիսի տաք գլուխներ, որոնք փորձեն Իրանի դեմ ցամաքային գործողություն իրականացնել, Ադրբեջանը դաժանագույն պատիժ կկրի, դաժանագույն։ Ընդ որում, ես վստահ եմ, որ Իրանում կան քաղաքական խմբեր եւ էլիտայի մեջ կան անձնավորություններ, որոնք չեն մոռանում, որ Ադրբեջանը դա ատրապատականն է, եւ դա պարսկական, պատմական հողեր են։ Եվ միայն 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով այս հողերը անցել են Ադրբեջանից, անցել են Ռուսաստանին, անցել են Ռուսաստանին։ Թուրքմենչայի պայմանագիրը ոչ ոք չի մոռացել։ Եվ Թուրքմենչայի պայմանագիրը նույնիսկ այդ 200 տարվա հեռավորության վրայից նա կա։ Եվ այս իմաստով ադրբեջանական ցանկացած հող, ցանկացած պատմամշակութային կոթող, դրանք բոլորը պարսկական են, դրանք պարսկական մշակույթի ազդեցություն են արտացոլում եւ պատմականորեն այդ հողերի վրա գործել են Բաքվի, Շամախի, Դերբենտի խանությունները եւ դրանք կարելի ասել հնարավորության իսկ առաջին դեպքում Պարսկաստանը անպայման կփորձի այս խառը իրավիճակից օգտվել եւ ինչու՞ չէ հարվածի, այո, կարող է հարվածի, որովհետեւ իրավական իմաստով պարսկական տիրապետությունը այդ երկրամասերի վրա ընդհանրապես Ռուսաստանի դաշնության հետ պայմանագրով է կարգավորվել ժամանակին։ Հիմա կարծում եմ Ադրբեջանը ռիսկ չի անի, որտեղ նաեւ ուժերի հարաբերակցությունը Ադրբեջանի օգտին չէ։ Ադրբեջանի մոտավորապես 120,000-անոց բանակը ոչ մի համեմատություն չունի իր պատրաստվածությամբ, իր մարտունակությամբ Իրանի բանակի հետ, որոնք եւ
անընդհատ վարում են զինավարժություններ եւ բավականին պատրաստված է ցամաքային կոնտինգենտը։ Կարծում եմ Ադրբեջանում դրան չեն գնա, այդ վտանգը նրանք փայլուն հասկանում, այլ բան է, որ կարող է շղարշի տակ Հայաստանի այս ներկա ղեկավարություն կոչեցյալները փորձեն էլի ինչ-որ բաներ նվիրել Ադրբեջանին, ընդ որում դա նորից մեկնաբանելով պատերազմի հնարավոր սպառնալիք, հնարավոր առաջխաղացման սպառնալիք եւ տարատեսակ մեքենայնություններ, որոնցով իր այս ամբողջ քաղաքական ուղեգիծը զարդարել է ներկա իշխանություն կոչեցյալը։ Պարոն Կամենդատյան, մեկ այլ սպառնալիք է, ավելի իրական թերևս հայ առաքելական Սուրբ եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսի դեմ Նիկոլ Փաշինյանի եւ իր կնոջ միանձնյա սկսած արշավը, բնականաբար իր թիմը հետևում է, թե ինչ կասեն նրանք եւ կրկնում են, դրա համար եմ ասում, իրական սպառնալիքը Նիկոլ Փաշինյանի կողմից է գալիս։ Տեսնում ենք գրառումներ, հորդորներ, հա, որպեսզի փոխեն կաթողիկոսին, արդեն նրանք քաղաքացիական անուն-ազգանունով է դիմում, մեղադրանքներ է հնչեցնում, դեռևս գործուն քայլեր մենք չենք տեսել ամեն դեպքում։ Հակառակը տեսնում ենք, որ մասնավորապես հայ-ակվե նախաձեռնությունը, հա, հերթապահությամբ էջմիածնում նաև թույլ չէր տալիս, որպեսզի որևէ ոտնձգություն իրականացվի կաթողիկոսի նկատմամբ։ Մենք տեսանք, թե Զվարթնոց օդանավակայանում քանի մարդ դիմավորեց կաթողիկոսին, դուք էլ եք այնտեղ ներկա գտնվել։ Ձեր կարծիքով կգնա ավելի վտանգավոր քայլերի Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը, թույլ տվեք ասել, թե այնուամենայնիվ տեսնելով, թե հասարակական ինչպիսի աջակցություն ունի եկեղեցին եւ կաթողիկոսը եկեղեցականները, ինչպես 18 թվականին, նորից կընկրկեն ու հետ կկանգնեն իրենց մտադրությունից։ Պատկերացրեք, որ այս մարդիկ մոռացել են, որ իրենք պետության մեջ են բնակվում։ Այս մարդիկ մոռացել են, որ կա սահմանադրություն։ Սենց արած ինչ է առաջին հերթին։ Սահմանադրական կարգի խախտում։ Այո։ Ընդ որում կոպիտ ձևով, ընդ որում բավականին լկտի ձևով եւ որոշակի վայրագության էլեմենտներով։ Սահմանադրությամբ հստակ հաստատված է, ընդգծված է, որոշված է, որ եկեղեցին անջատ է, պետությունից միուն ժամանակ նշվում է, որ հայ առաքելական եկեղեցու դերը հաշվի առնելով, մեր պատմության ընթացքում նրա առաքելությունը եւ առաքելության արդյունքները հաշվի առնելով, հայ առաքելական եկեղեցին ունի որոշակի գերակշռող միտում, գերակշռող իմաստ եւ նշանակություն, որովհետեւ վերջ-վերջո եկեղեցին եղել է այն կառույցը, որը մեր պետություն չունենալու պարագայում փոխարինել է հայկական պետությանը։ Նա եղել է որոշակի կրոնապետության բաղադրիչներով իշխանություն, որը կարգավորում է ներքին հարցերը։ Մեծամասամբ նույնիսկ դատական իշխանության հարցերն են կարգավորել որոշակի։ Հիմա այդ զույգը, որոնց մասին դուք հիշատակեցիք, ես նրանց անձնական նկարագրերին չեմ ուզում անդրադառնամ, որովհետև կատարված գրառումների մեջ թույնը, ատելությունը, որոշակի անհասկանալի, նույնիսկ չասեմ, կիրթ մարդու համար անըմբռնելի մոտեցումները, դրանք անընդունելի են, բայց այս մարդիկ գործում են սահմանադրական կարգի տապալման մեղք։ Նրանք ունեն հանցավորության։ Ոչ առաջին անգամ, այո։ Ոչ առաջին անգամ, դա այլ հարց է, որովհետև նրանք որպես կանոն այդ մոլորեցման վարպետներ են, բայց այս պարագայում կա հստակ սահմանադրական նորմ, նրանք փորձում են այդ նորմը խախտել։ Ընդ որում այդ նրանց արած առաջարկները բավականին ծիծաղելի եւ նույնիսկ քրեագետների համար զարմանալի, կարող ասել ոչ թե անընդունելի։ Նրանց կատարածը սահմանակից ինչ որ գերագույն մի տգիտության։ Ինչ է նշանակում ձևավորեք խմբեր, եկեք այդ խմբերի հետ ես խոսեմ, ես չունեմ կաթողիկոսի իմ թեկնածուն, ես պետք է այդ խմբերի մեջ մարդկանց ուսումնասիրեմ, լսի դու ուրիշ գործ չունես։ Լավ, նա այդ մարդու մի հարց տանք։ Դու սահմանադրությամբ ես ընտրվել եւ սահմանադրությունը պաշտպանելու համար երթվել ես կտակարանի վրա։ Դու սահմանադրությունը խախտում ես, ընդ որում ոչ թե մեկ անգամ է դա, այս մարդու մոտ գործունեության ամբողջ ալգորիթմը դա օրենքների խախտումն է
եւ կոնկրետ այս դեպքում սահմանադրության խախտումը։ Հիմա առաջին իսկ փորձի դեպքում նա փորձեց որոշակի այդ սկանդալային հայտարարություններ անել, այդ վարկաբեկող, նշավակող այդ արտահայտությունները օգտագործել, չեմ ուզում դրան այդ մակարդակին ես իշտեմ, բայց խնդիրը նա է, որ նրանք կարծես թե ուժային ինչ-որ մի սցենարի են պատկերացնում։ Հավանաբար մտածում են դա 18 թվականը, երբ Չարենցի բառերով ասած խելագարված մասաները կվազեն, կջարդեն, ենթադրենք վեհարանը, կաթողիկոսին, ենթադրենք դուրս կհանեն այդտեղից, իրենց ասած քաղաքացի Ներսիսյանին։ Հետո հասկացան, որ իրենց ասածը պաշտպանում են, այն էլ ոչ բոլորը, իրենց ենթադրենք կուսակցության այդ էլիտա կոչեցյալները, որոնց զգալի մասը նույնիսկ գրագետ չեն տիրապետում ոչ սահմանադրությանը, ոչ եկեղեցու կանոնադրությանը։ Ես անձանցից մեկին եմ ուզում հիշատակեմ, վերջին օրերին դրանցից մեկը ելույթ էր ունենում, երբ պնդում էր, նա գիտելիքները տարածում են այն չափ, որ պնդում էր, որ յուրաքանչյուր քահանա իրավունք ունի ունենալ մեկ այր։ Ինչ է նշանակում յուրաքանչյուր քահանա կարող է ունենալ մեկ այր։ Դուք լիջիտիպի քաոս եք անում, խառնել եք ամեն ինչը, գիտեք ոնց է, անգրագետների մի կույտ է, անգրագետները կույտ, բացարձակ տեղակ չեն եկեղեցական կանոնադրությանը, բացարձակ տեղակ չեն ծիսակարգին, տեղակ չեն ընդհանրապես եկեղեցու պետության միջև փոխհարաբերությունների կարգավորված այդ իրավական նորմերին, բայց դրա հետ միասին որոշակի կուշտ տրկական պատկանելությամբ իրենց առաջնորդի արտահայտած այդ չեմ էլ ուզում ասեմ մտքեր, այդտեղ մտքեր չկան։ Իրենք այդ իրենց համաձայնությամբ ինչ-որ թեժացնում են, ընդ որում պայքարի մեջ իրենց պատկերացած ներգրավել են կանայք։ Դուք ինչ գործ ունեք, ախր դուք ազգային ժողովում հայտնվել եք ոչ թե ձեր ծառայությունների, ոչ թե ձեր գիտելիքների, ոչ հանրօգուտ աշխատանքի, ոչ ձեր ենթադրենք գիտամանկավարժական, գիտակրթական աշխատանքի ենթադրենք փայլուն արդյունքներից ելնելով, ձեզ ինչ-որ մեկը, ընդ որում իրենցից մեկը դրանց ասում է, սա ուսապարկերի պահեստ է։ Այս մարդիկ հայտնվել են, ու ինչ-որ հայտարարություններ են անում, առատուց երեկո խոսում են, ինչի մասն է խոսում։ Հիմա ես այդ մարդկանց, ովքեր որ պատրաստում են իբր թե գնան այդ գործողությունները կատարեն, ես իրենց ասում եմ, գնացեք, բայց ինչի չեք գնում։ Գնացեք, որովհետև նույնիսկ իրենց այդ առաջնորդի այդ ամեն ինչը տարածող, ստեղծող, անդադի փրտը թեժացնողի խոսքը մի կողմ նրանք հասկանում են, որ դրանով իսկ նրանք քրեական գործերի մեջ ընդգրկվելու լավագույն նախադրյալներն են ունենալու մոտ ապագայում։ Ինչ վերաբերում է եկեղեցու պաշտպանությանը, ապա ձեզ ասեմ, որ եկեղեցին առաջին անգամ չէ որ նման հարված է ստանում։ Դեռևս 1903 թվականին ռուսական ցարը հիմնականում Գոլիցին փոխարքայի այսպես հրահրմամբ, դրդմամբ նույնպես հարձակվեց հայ եկեղեցու վրա։ Ամբողջ գույքը բռնագրավել էին, դպրոցները բռնագրավել են, չեմ ասում կահ-կարասները նույնիսկ եկել են հաշվեկել են եկեղեցիներից տալել են։ Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց եւ ընդհանուր 2 տարի պահանջվեց, որ Գոլիցինի եւ ցարի այդ հրովարտակը որոշումը, սինոդի որոշումները, որպեսզի միանգամից անվավեր ճանաչվեն։ Եվ իզուր չէ այն ժամանակ հայ երևելիներից մեկը մեր մշակութային ասաց, որ ցարը եւ Գոլիցինը օգնեցին, որպեսզի հայ ժողովուրդը աշկերը բացի եւ ազգային ինքնագիտակցության ել ավելի եւ բարձր եւ պահանջվող մակարդակ դրսևորի։ Եկեղեցին գտնվում է մեր պաշտպանության ներքո, յուրաքանչյուր հավատավոր հայի սաղմոս գրելը, սաղմոս արտասանելը, սաղմոսից ինչ որ մեջբերումը կատարելը, դա իրական փարիսեցություն է։ Եթե դու քո մեջ չես պարունակում եկեղեցական հավատավորին վայել հեզություն, չես պարունակում եկեղեցու նկատմամբ ակնածանք եւ չես պարունակում քո մեջ եկեղեցու նաեւ հայկական տիսակարգով պայմանավորված մկրտության ծես, ամուսնության ծես, այս մարդը ինչ գործ ունի եկեղեցու հետ։ Ընդ որում նրանք երբ որ պնդում են, որ իրենք հավատավոր հոտի անդամներ են, ես այդ հավատավոր հոտի անդամ հետ իրենց արտահայտություններին ոչ հավատում եմ, ոչ էլ, որովհետև մենք պետք է իրականությունը գնահատենք փաստերով, կոնկրետ
այս անձնավորությունը համաձայնել էր Պրագայում եւ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը, մեր հայրենիքը Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչում։ Լեռնային Ղարաբաղում գտնվում է Ամարասի վանքը դա մաշտության այբուբեն ստեղծող մեր համամարտկային հանճարի Մեսրոպ Մաշտոցի առաջին դպրոցն եղել։ Արցախում է գտնվում Դադի վանքը, Առաքյալ Թաթևոսի մասունքները այնտեղ են։ Այս անձնավորությունը հանձնել է քրիստոնեական այդ մասունքները, այդ սրբ հավայրերը, կոթողները, այդ այնց հետո ինչ որ եկեղեցու մասին, ինչ որ մեքենայնություններ է մոգոնում, ընդ որում գրահիկ, տգետ, անընդունելի ոճով եւ կարծում եմ դրա հետ կապված հայ ժողովուրդը կատարել է իր իրական գնահատականը ստացել է հայ ժողովուրդը եւ հայ ժողովուրդը շուտով 2026 թվականին եկեղեցու դեմ հարձակվողների այս ամբողջ խմբակին ուղղակի հավանաբար մի մասին վաստակացանցի, մի մասն հավանաբար ենթադրենք վայրեր, որոնք բավականին հեռու են ենթադրենք նորմալ բնական գործունեություն իրականացնելու վայրերից։ Կարծում եք հայ ժողովուրդը կարողանա իր կամքը դրսևորել եւ այնպես անել, որպեսզի կոնեթա ընտրությունները չկեղծեն։ Վստահ եղեք, որովհետեւ նույն հայ ժողովրդի համար ընդհանուր երկու բան եմ ուզում ասեմ։ Հայ ժողովուրդը ունեցել է ավարայր, հավատի համար կռիվ, այնց որում դուրս ենք եկել այս ժամանակվա քաղաքակրթական աշխարհի խոշորագույն կայսրության դեմ եւ որոշակի իմաստով կարելի ասել ոչ ոքի վերջացած ճակատամարտերը մենք համենայնպես բարոյական հաղթանակ ենք ունեցել։ Նույն հայ ժողովուրդը 41-45 թվականներին 600,000 հայ մոտավորապես 1.5 միլիոնանոց Հայաստանից ուղարկեց ռազմաճակատ եւ մեր պապերը, մեր հայրերը փառքով վերադարձան եւ եւս մի այդպիսի սատանա ինչպիսներ Հիտլերը եւ մնացած դրակ այսպես խմբի անդամները նրանց իրենց որջում խեղդեցին։ Հույս ունենանք, որ այդպես կլինի։ Պարոն Կամենդատյան, որպես տնտեսագետ եմ արդեն հարցնում, վերադառնանք մեր տնտեսական թեմաներին։ Հայաքվեն նախաձեռնությունը հետաքրքիր տնտեսական նախաձեռնությամբ է հանդես գալու, մի շարք առաջարկներ ունեք եւ միջոցառումներ են նաեւ նախատեսվում, հույս ունենամ, որ ձեր առաջարկները հնարավոր կլինի պարտադրել, հա, որպեսզի այս իշխանությունները կյանքի կոչեն։ Առաջարկները կախված են վիճահարույց եւ մեր ժողովրդի համար բեր դարձած հայտարարագրին, շրջանառության հարկին, շահութահարկին, գույքահարկին, ֆինանսական զեղծարարություններին, որի զոհ փաստորեն վերջերս մենք տեսանք բավականաչափ մարդիկ էին դարձել, կենսաթոշակների խնդրին, որ այդպես էլ խեղճ կենսաթոշակառուները չկարողացան հասցնել գնաճին, հա, եւ այդպես էլ որքան բարձրացավ իրենց կենսաթոշակը, այսօր փաստորեն համեմատաբար տոկոսային հարաբերությամբ ավելի ցածր թոշակ են ստանում, այդպես է ստացվում։ Ինչի մասին է խոսքը, ինչպիսի առաջարկներ ունեք այս խնդիրների հետ կապված, օրինակ հայտարարագրի հետ կապված, մենք գիտենք, որ այդ խնդիրը կա եւ այսօրվա դրությամբ շատ քիչ մարդ է հասցրել հայտարարագրել, կարծում եմ մյուսները չեն էլ պատրաստվում։ Տիկին Ասլան, շատ մեծ հարց եք տալիս։ Իհարկե, այս հարցը իզուր չի առաջացել։ Ամբողջ հարցը նա է, որ հայաքվե մեր նախաձեռնությունը, ազգային միավորումը, ունի իր շարքերում բազմաթիվ մասնագետներ, ֆինանսիստներ, տնտեսագետներ, հաշվապահներ, մարդիկ, ովքեր մտածում են ոչ միայն այսօրվա համար, մարդիկ մտածում են մեր ապագայի համար, մեր տնտեսության համար, մեր տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար։ Եվ ասեմ, խնդիրը դրված է հիմնականում այն իմաստով, որ մենք պետք է ունենանք տնտեսություն, որպեսզի գոնե 10-12% տարեկան աճ ապահովի տնտեսության մեջ։ Միայն դրա օգնությամբ հնարավոր կլինի Ադրբեջանի հետ գոնե 2037-2030 թվականին տնտեսական որոշակի պարիտետ ձևավորել։ Հիմա հայաքվեի ներսում գործում է սոցիալ-տնտեսական հանձնաժողով, եւ սոցիալ-տնտեսական հանձնաժողովը պատրաստել է առաջարկների մի մեծ փաթեթ։ Այդ փաթեթը վերաբերում է էներգետիկային, տրանսպորտին, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, մշակույթին, արդյունաբերությունից զատ նոր տեխնոլոգիաներին, ինովացիոն դաշտին, ներդրումներին
Հիմա այս փաթեթի մեջ ես կարող եմ առանձնացնել գոնե հիմա ամենապես դրա լիազորությունը ունեմ։ Մի քանի կետեր, որոնց վերաբերյալ մենք արդեն ձևավորված կարծիք ունենք, ձևավորված է նա ընդորում մեխանիզմների ձևով են ունես ձևավորված։ Ոչ միայն այսպես տեսական բնույթի ձևակերպումներ են, այլ դրան հաջորդող եւ դրա կմախք կազմող կառուցվածքային այդ մեխանիզմները մենք արդեն դա մշակել ենք։ Հիմա կոնկրետ ձեր հարցի հետ կապված, հայտարարման հետ կապված, գաղտնիք չէ, որ հայտարարման process-ը ներկայ իշխանությունները տապալել են։ Բարդ իրենք գիտեն։ Իրենք փայլուն գիտեն, որ տապալել են, ընդ որում փրկողակ էին փնտրում եւ այդ փրկողակը թմրտած սոցիալական կրեդիտների այդ վճարներն են քաղաքացիներին, որոնք ես կոչում եմ անկեղծ լինենք որպես կաշառք։ Այո, նա կաշառք է, որովհետեւ եթե պետական մարմինները ցանկանում են որևէ պետական միջոցառում իրականացնել, նրանք մարդկանց նման շահագրգռում, ընդհանուր հատվածային, խավային շահագրգռումը կարծում եմ արդեն բավականին հարցական, որովհետև եթե ես չունեմ երեխաներ, ենթադրենք, եթե ես հիվանդ չեմ, ես չեմ օգտվում սոցիալական որոշակի ծառայություններից, հիվանդանոց, ուսում, երեխաների մանկապարտեզ կամ զանազան դպրոցներ, ապա սահմանադրական իմ իրավունքը հավասարության այստեղ խախտվում է։ Կոնկրետ այս պարագայում նույնիսկ նրանք փաստորեն մենք արդեն հուլիսին ենք մոտենում, նրանք հավաքագրել են ընդամենը 52,000 քաղաքացի, որոնք հայտարարել ներկայացրել են, բայց պետք է ներկայացնեն 14 անգամ ավել, մոտ 720,000 մարդ։ Հիմա գնահատելով այս ամեն ինչը, գիտեք ինչպես է, այս իշխանությունը ամեն ինչ փչացնում է, ամեն ինչ քանդում է, վերում է բարեփոխումների տակ իբր թե տնտեսությունը պարալիզացնող, կապվածահարանող որոշումներ եւ հանրության մեջ անընդհատ լարում է ատելության, ստեղծում է զանազան բևեռներ։ Այս ամեն ինչը հաշվի առնելով մենք պետք է մի խնդիր ունենանք նաեւ, մենք պետական համակարգը պետք է ազատենք անհարկի մոնիտորինգից։ Հարկային տեսչությունը, էկոնոմիկայի նախարարը, նրանք պետք է մոնիտորինգի այս ամբողջ ծավալով չզբաղվեն։ Դա համար ինչ պետք է, դա համար պետք է թեթևացնել։ Եվ մենք առաջարկել ենք, որ կոնկրետ հայտարարի հետ կապված հաստատվի 10 միլիոն դրամի չափ տարեկան շեմ, այսինքն անձնավորությունը, որ տարվա ընթացքում ստանում է 10 միլիոնի չափ եկամուտ, մինչև 10 միլիոն շեմը, մինչև 10 միլիոն շեմի չափով եկամուտ ունեցող անձնավորությունը դրա մեջ մտնում են թոշակառուներ իրենց տարեկան 600,000 դրամ եկամուտի չափով, մտնում են մարդիկ փոքր բիզնեսներով, ցածր աշխատանքներով, նույնիսկ բարձր աշխատավարձով։ Մենք հաշվարկել ենք, որ 800,000 դրամ աշխատավարձ ամսական ստացող քաղաքացին պարտավոր չի լրացնել այդ հայտարարագիր կոչվածը։ Մենք թեթևացնելու ենք պետական համակարգը այդ անհարկի մոնիտորինգից, որի տակ այս իշխանությունը, ես ձեզ վստահեցնում եմ, քաղաքական դրդապատճառներով կատարել էր հարձակումներ քաղաքացիների վրա։ Մենք այս առաջարկով թոթափելու ենք այդ ծանրությունը, քաղաքացիներին հնարավորություն ենք տալու, որպեսզի նրանք շունչ քաշեն եւ այդ անհարկի պարտավորությունները չկատարեն։ Հիմա ինչ է դրա համար պետք։ Դա համար պետք է որ մեր քաղաքացիները յուրաքանչյուրը իր բարեկամին, հարազատին, մոտիկին, իր կոլեկտիվում, դրսում բոլորի հետ զրուցի, մենք կգնանք այս զրույցների շարքը կունենանք բակերում, կոլեկտիվներում, համայնքներում, գյուղերում, քաղաքներում եւ քաղաքացիներին պարզաբանելու ենք, որ մենք գալիս ենք ձեզ օգնելու, մենք գալիս ենք ձեզ անհարկես քաշք շուկներից ազատելու։ Բոլորը, ովքեր ստանում են միջև ամսական 800,000 դրամ եկամուտ, պետք է ազատվեն եկամտահարկի այդ բեռից եւ պետք է ազատվեն այդ հայտարարագիր լրացնելու պարտականությունից։ Հաջորդ հարցը դուք որ տվեցիք վերաբերում էր շրջանառության հարկին։ Շրջանառության հարկի փոփոխությունները, որ այս իշխանությունը իրականացրին 2025 թվականի հունվար 1-ից, նրանք գիտեք ինչ են բերել, մասսայաբար ձեռնարկությունները փոքր փակվում են, մասսայաբար փակվում են, դրանից զատ բոլորը գնում են դեպի ստվեր։
Մարդիկ ընկալել են, որ այս իշխանությունը օգնելու փոխարեն պարզապես հարկային բեռը բարձրացնում է, որպեսզի ապահովի իր եկամուտները, իր ենթականների, իրենց կուսակցական ընկերների, դրանցից փոխկապակցված անձանց բարեկեցությունը։ Մարդիկ հասկացել են մի ժողովրդական խոսք ասում է, ես աշխատեմ Սաուդի։ Հիմա մարդիկ հասկացել են, որ իրենցից քերելու են այդ վերջի կոպեկը, վերջին պատառը, եւ այդ զանազան ինչ որ հիմա վերլուծություններ են կատում հայտան, բա հարկ վճարի երջանկություն է, փոքր երջանկությունն է, մեծ երջանկությունն է, այս կարգի դատողությունները թող գնան ինչ որ մանկապարտեզներում կատարեն, բոլոր տնտեսվարողները, հաշվիչները իր փայլուն կարողանում օգտվել եւ նրանք հասկանում են, ընդհանրապես սա ինչ է իրենց տնտեսությունն են բերում եւ սա ինչ վտանգ է։ Կոնկրետ շրջանառության հարկի հետ կապված մենք վերադառնալու ենք, բոլորին հայտարարում եմ, մենք վերադառնում ենք 2024 թվականի դեկտեմբերի 31-ի վիճակը, երբ հարկի գումարը արտադրողների համար դառնալու է նորից 3.5%, ներկա 7-ի փոխարեն 2 անգամ ավելացրել են, 2 անգամ։ Հասկանում եք, 2 անգամ ավելացան, դա ահռելի թիվ է։ Իսկ 5% վճարողների համար մնալու է 5%, բայց այստեղ մի կարևոր հարց կա։ Նվազեցման բազայի մեջ մենք մտցնելու ենք ուսման ծախսերը, աշխատավարձի ֆոնդը եւ այլ ծախսերը, որը ձեռնարկությունը տնտեսվարող կատարում է իր պոտենցիալը, տնտեսական պոտենցիալը կատարելագործելու համար։ Հաջորդ հարցը վերաբերում է գույքահարկին։ Գույքահարկի հետ կապված մենք ունենք մի հիանալի նորություն, ես լիազորված եմ մեր քաղաքացիներին, մեր քաղաքացիներին տեղեկացնել, որ մենք որոշել ենք առաջադրել մի նորույթ։ Նորույթը կայանում է նրան, որ յուրաքանչյուր թոշակառու անձ, եթե նա միայնակ է բնակվում, նա առնվազը գույքահարկի գործող համակարգի դրույքաչափերից ստանալու է զեղչ 70%։ Իսկ թոշակառուն, որը բնակվում է ընտանիքի հետ, որը ընտանիքի երեխաների հետ է բնակվում, նրա այդ հաշվարկի մեջ գույքահարկի մենք օգտագործում զեղչային նույն համակարգը, ընդ որում յուրաքանչյուր մեկ անձի համար, թոշակառու համար 30 քառակուսի մետր ընդհանուր հաշվարկի քառակուսիներ մետրի բազայից հանվելու է որպես արտոնություն։ Կարծում եմ սա մեր թոշակառուները պետք է վստահ լինեն, սա լավ լուր է, սա կարևոր լուր է եւ մենք դրա վերաբերյալ մեր մասնակցային արդեն որոշումը կատարենք, շուտով նաեւ կհրապարակենք դրանք, որպեսզի քաղաքացին հասկանա վերջը ով է նրա կողքին, վերջը ով է նրա մասում մտածում եւ վերջը ով է փորձում գոնե կենտրոնում բնակվող քաղաքացիներին ունես զրկել եւ տներից հանել։ Այո։ Հաջորդ հարցը տնտեսական բնույթի դա ֆինանսական զեղծարարությունների հետ կապված է։ Այս վերջի 3-4 ամիսը մենք անդադ վկան ենք լինում այն հանգամանքի, որ բանկային ծառայությունները, որոնք բավականին թանկ են Հայաստանում, դրա մասին մենք եւս որոշակի նորույթներ ունենք, բայց մենք խնդիր ենք տեսնում արդեն, որովհետեւ բանկերի անվտանգության համակարգերը կարծես չեն աշխատում։ Եվ այդ աուտենտիֆիկացիայի մակարդակները, այսինքն գաղտնագրման մակարդակները բավականին ցածր են, որովհետև հակերային հարձակումները ցույց են տալիս, որ բանկերում հաշիվներ ունեցող քաղաքացիները պաշտպանված չեն, նրանց ակտիվները պաշտպանված չեն։ Այս մասով կարծում եմ մենք մեր այդ նորությունը կլինի դա փոխհատուցման ֆոնդը, ընդ որում բոլոր բանկերի հետ կապված այդ փոխհատուցման ֆոնդը պետք է ստեղծվի, այստեղ մեծ անելիք ունի կենտրոնական բանկը, որի ղեկավարությունը գոնե հիմա կարելի ասել աբստրահվել է եւ չեզոք դիրք է գրավել եւ կարծես թե մի դիրք է գրավել, կարծես ինքը կապ չունի բանկային համակարգի հետ եւ դա այն դեպքում եւ նրան է վստահված բանկային համակարգը լիազորվածնա վերահսկողություն իրականացնելու եւ ինչու՞ չէ այստեղ նաեւ կան իրավական բազմաթիվ լուծումներ եւ այս իրավական լուծումները գոնե կանոնակարգերի միջոցով նա պետք է կատարել այդ թեման էլ ենք անդրադարձել հաջորդ թեմաներից օրինակ տնտեսական ես ձեզ ասեմ որ բանկերում
ծառայությունների սակագների հետ կապված մենք նորից առաջարկ ենք բերել։ Նախորդ հաղորդման ժամանակ մենք զրուցում ենք դեռևս դա տեսական հնարավորությունների մասին։ Հիմա մենք արդեն դրա հետ կապված եւ որոշում արդեն մեր մոտ պատրաստ է եւ շուտով մոտակա օրերի ընթացքում մենք օրինակ վաղը մենք արտագնան նիստ ենք ունենալու Աղվերանում Հայաքվեի արտագնան նիստն է լինելու եւ այդտեղ քննարկվում են այս հարցերը եւ շուտով մենք ծրագրային բնույթի այս ամբողջ հարցերը մեր հանրությանը կներկայացնենք, որովհետեւ իրականում կատարվել է մեծ աշխատանք եւ այս մեծ աշխատանքը կատարվել է ի օգուտ, ի բարօրություն մեր քաղաքացիների։ Պարոն Կամենդատյան, եթե կտեղավորվենք, հա, 1-2 րոպեների մեջ ժամանակը սուղ է կենսաթոշակների հետ կապված, փոխվում է, թե բարձրացրել է 5 անգամ, 6 անգամ եւ հիմա այլևս չի բարձրացնի, որովհետեւ եթե բարձրացնի, ապա պետական ծառայողների աշխատավարձերին գումարը չի բավականացնի։ Եվ դուք հավատում եք այդ խաբեբային։ Ես ընդհանրապես իրենց ոչ մի ասածի չեմ հավատում։ Ես օրինակ բերեմ։ Այդ անձնավորությունը բյուջեի քննարկման ընթացքում հայտարարեց, որ եթե 1 ամիս պետական համակարգի աշխատողների աշխատավարձը չվճարվի, այդ ֆոնդը ընդամենը կբավարարի թոշակառուների թոշակը բարձրացնելու ընդամենը 1400 դրամի կբավարարի։ Ես այդ խաբեբային ընդամենը ասում եմ, նա նույնիսկ հաշվարկ անել չի կարող։ Այդ անձնավորությունը հաշվի չի տիրապետում։ Մենք բացատրեմ ինչու եմ այդպես վստահ ասում։ Եվ թող իր թիմից ինքը իր թիմից իր տնտեսության նախարարը, չգիտեմ կենտրոնական բանկի նախարարը, հետադակ են Բաբկեն Թունյանը, այն բոլորը թող գան, հավաքվեն, այդ հաշվարկը ինձ հիմա իրենց ասեն։ Նստեն, ասեն, եկեք, սիրելի ժողովուրդ, հաշվիչները մի հատ միացրեք, կամ ձեր հեռախոսներով այդ հաշվարկ կատարենք։ Ուրեմն ձեզ ասեմ, պետական համակարգում աշխատում է մոտ 220,000 քաղաքացի։ Պետական ծառայության մեջ դրանց աշխատավարձի միջին ֆոնդը 213,000 դրամ է։ Երբ որ դա բազմապատկում ենք իրարու, դա մանուկները 2-րդ, 3-րդ դասարանի կկատարեն այդ գործողությունը հաշվիչի վրա։ Երբ որ բազմապատկում ենք, ստանում ենք 46.5-47 միլիարդ դրամի չափ գումար։ 47 միլիարդ, երբ որ բաժանում ենք երկրում արկա 498,000 թոշակառուների թվի ընդհանուր թվի վրա, ստացվում է, որ եթե պետական համակարգի 1 ամիս աշխատավարձ չվճարեն, ապա յուրաքանչյուր թոշակառուին, դա թոշակառուների թվի վրա բաժանել դեպքում կվճարեն հավելյալ 94,000 դրամ։ 94,000 դրամ ուր 1400 դրամ ուր։ Ընդ որում նման բացատրություն չկա, նման անհեթեթ պնդումը նա կատարում է բյուջեի քննարկման ընթացքում իր կուսակիցների հետ մոտապես 40 հոգի նստած են ազգային ժողովում, այդ նստածների շարքում այդ ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի այդ բազմախելացի անդամներն են, նախագահներն են եւ ոչ ոք չի պնդում, չի ասում, այ ընկեր, դու կալկուլյատոր չես կարողանում օգտագործել։ Ինչ ես հայտարարում։ Դե ինքը ասել էր, չէ, որ 7 տարի 0 դասարանում են մնացել, ինչ եք ուզում։ Ես չգիտեմ ով որ դասարանում քանի տարի մնացել, բայց հստակ մի բան գիտեմ, այս անձնավորությունը բացահայտ խաբում է քաղաքացիներին։ Այնինչ թոշակառուն տեղակ չի, պետական համակարգում քանի մարդ է աշխատում։ Միջին ինչ աշխատավարձուն է։ Սա պարզապես ոչ թե մանիպուլացնում է, ոչ թե մոլորեցնում է, առանց աչքը թարթելու խաբում է մարդկանց։ Որտեղ թոշակառուն հստակ հիշում է մի թիվ, որ 1400 դրամով պետք է բարձրացնեն, դե լավ ջանդամ այդ 1400 թող խաղաղություն լինի։ Այդ թոշակառուն չգիտի, որ այս մարդը խաբում է, այս մարդը կալկուլյատորից չի կարողանում օգտվել։ Ինչի՞ մասնախոս է։ Ես թվում է թոշակառուն էլ կհասկանա։ Թոշակառուների հետ կապված, ես ձեզ ասեմ, մենք ուսումնասիրություններ տարել ենք եւ կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը տնտեսական եթե 10-12%-անոց մենք կարողանանք աճ արձանագրել, բայց եւ մենք գալու ենք դրան, եւ դա մեր աշխատանքի նպատակն է լինելու։ Հայաստանը պետք է 10-ից 12%-անոց աճ ունենա։ Միայն դա է լինելու մեր պաշտպանության, անվտանգության, բանակի, հզորության, սպառազինություն ձեռք բերելու գինը լինել այդ 10-12%-ը։ Այդ 10 եւ 12% միջև աճը, որ իհարկե
դժվար աշխատանք է լինել, շատ դժվար, ես հավատացում եմ, որտեղ 7%-ը համարվում է սխրագործություն, պետությունները մի որոշ մակարդակի զարգանալուց հետո 7% արդեն դա սխրանքի հավասար տնտեսական քայլ կլինի զարգացումը։ Կոնկրետ այս մասով պետք է թոշակառուները վստահեցնեն, որ 10-15%-անոց հավելաճ մենք իրենց տրամադրելու ենք։ Շնորհակալ եմ շատ, պարոն Կոմենդանտյան, սպասենք զարգացումներին եւ ձեր նոր առաջարկներին։ Շնորհակալ եմ հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, երկրորդ կարծիքի տաղավարում այսօր զրուցում էի Հայ Ակվե նախաձեռնության անդամ տնտեսագետ Հրայր Կոմենդանտյանի հետ։ Ցտեսություն։